այնքան կպատժվենք, մինչև կհասկանանք, կփոխենք։ Այնքան մեր զավակներին հողը կդնենք, մինչև կհասկանան։ Իշխանության են եկել մարդիկ, որոնք իրենք են վերցնում հասարակության մեջ եղած հորի բարքերը եւ հանրայնացնում են այդ շրջապտույտը ստեղծելով։ Կոյուղին միացրել եք մեր հասարակության հոգու եւ մտքի դաշտերում։ Ոչ թե առողջ ջուր եք մատակարարում, այլ ուղղակի կոյուղի եք մատակարարում։ Երբ որ մենք ասում ենք նորաձև է, մենք ուզում ենք ասել, որ ժամանակավոր է։ Մենք զգացմունքներ կրթում ենք, այսօր մեր հավատքի կյանքում կա շիզոֆրենիա։ Բարև ձեզ, մեր օբյեկտիվում կարևոր թեմաներ եւ իրադարձություններ են։ Այսօր Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն Վարդապետ Զարգարյանի հետ քննարկելու ենք կրթության դերի, նշանակության եւ իհարկե խնդիրների հարցը։ Աստված օգնական։ Աստված պահապան։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մենք վաղուց ծրագրել ենք այս թեմայով հաղորդում, ուրախ եմ, որ վերջապես ստացվեց։ Այսօր դուք պարբերաբար դպրոցականների հետ եք հանդիպումներ ունենում, այս թեմայի վերաբերյալ շփումներ եք ունենում եւ ոչ միայն դպրոցականների, եւ մի հանդիպումից հետո գրառում էիք արել, որտեղ մի հստակ ճշմարտություն էիք հիշեցրել, որ կրթությունը երաշխիքն է առողջ հասարակության առողջացման եւ պետության հզորացման։ Այնուամենայնիվ Հայաստանում վստահաբար կրթության մասին խոսվում է կենացային տրամաբանության մեջ, խորքային վերաբերմունք չկա եւ դա շատ պարզ օրինակով է դրսեւորվում։ Հայաստանում կրթության ամեն նոր նախարար իր հետ բերում է իր ճաշակով ռազմավարություն եւ դրա հետևանքները մենք ցավոք ամեն օր մեր մաշկի վրա զգում ենք այդ հստակ խորքային ռազմավարության բացակայության։ Ինչ պիտի անի պետությունը, ընդհանրապես պետությունները եւ մասնավորաբար մեր պետությունը, որպեսզի հանրությունը գիտակցի ու հասկանա, որ պետության կողմից կա կրթության հանդեպ հստակ հոգատար խորքային քաղաքականություն եւ նաեւ ինչպես պիտի դրսեւորվի հանրության պահանջը որակյալ կրթության, ընդհանրապես կրթական համակարգի դերի մեծացման։ Տեսեք, ձեր բարձրացրած հարցը, որ ամեն իշխանափոխություն բերում է նոր ռազմավարություն, նոր մոտեցումներ, երբեմն նաև հակոտնյա, դա խոսում է, որ մենք կայացած ինստիտուտներ պետական չունենք, կամ ունենք չենք կայացել, որովհետև ամեն հաջորդ պետք է գա սրբագրելու նախորդի սխալը և կառուցելու շարունակելու այն շենքը կրթության համակարգի, որ հիմքը դրվել են անցյալում։ Այսինքն, եթե գալիս են եւ նորից են սկսում, նշանակում է կամ ոչինչ չի արվել, կամ չկա ինստիտուցիոնալ մտածողություն։ Գիտեք, շատ կարևոր է այս ինստիտուտի գոյությունը, որտեղ երբ որ գալիս եւ ամեն ինչ փոխում են, կորում է հիշողությունը, կորում են գործը, որ արվել է, առանց նսեմացնելու կրթության դաշտի մշակների արած հսկայածավալ աշխատանքը, մենք լավ մասնագետներ ունենք, մենք լավ էքսպերտներ ունենք կրթության հայեցակարգի մշակման, պատկերացումների եւ այլն։ Բացի դրանից, տեսեք, կրթությունը հիմա պետության մենաշնորհն է, հանրային կրթությունը։ Հետևաբար մեր պահանջը մեր հարկերով սնվող եւ սնուցվող կրթական համակարգն է պետական։ Բայց նախ ճշտենք ինչ ենք հասկանում կրթություն ասելով։ Եթե կրթությունը գիտելիքի փոխանցումն է, դա կրթություն չի։ Մեր երախտավորներից մեկը, Արշակ Տեր-Միքելյանը, մոտ 100 տարի առաջ դեռևս ասում էր, ավելի 100-150 տարի առաջ ասում էր, որ ոչինչ է այն ուսումը, որ չի տանում կրթության։ Այսինքն հստակ բաժանում է դնում ուսման եւ կրթության միջև։ Եվ հայ եկեղեցին, որ իր հիմնադրման օրվանից կրթության առաջամարտիկներից է եղել, միշտ այս խնդրի վրա ուշադրություն է դարձրել, որ կրթությունը չլինի միայն գիտելիքի փոխանցում,
կրթությունը առաքինի մարդ դաստիարակելու առաքելություն է նախ եւ առաջ։ Դա մարդ, քաղաքացի, հավատացյալ, հայ, մասնագետ։ Այսինքն կրթությունը կոմպլեքս է եւ պետք է ներառի մարդու կյանքի եւ մարդաբանության բոլոր ուղղությունները։ Մարդը միայն մտքից բաղկացած չէ, որ միտքը կրթես։ Մարդը ունի զգալու կարողություն։ Մենք զգացմունքներ կրթում ենք։ Մարդը ունի մտածելու կարողություն։ Մենք մեր մտածողությունը կրթում ենք, հատկապես վերլուծական մտածողությունը։ Նայեք մեր փիլիսոփայության իմացության մակարդակը կհասկանաք։ Մենք միտք կրթում ենք, թե պարզապես ինչ-որ գիտելիք ենք փոխանցում ուղղակի։ Այն էլ երբեմն անիմաստ գիտելիք։ Այսինքն պետք է հասկանալ նախ կրթությունը ինչ է եւ սրանով հանդերձ նոր կազմակերպել կրթական համակարգը։ Ժամանակակից փիլիսոփաներն էլ քննադատում են մեր ժամանակների կրթական համակարգը, որը դարձել է ուղղակի ինֆորմացիա գիտելիք փոխանցելու մեխանիզմ, բայց բացակայում է դրանում արժե համակարգը։ Դրա համար է, որ շատ հաճախ մարդիկ ուղղակի ունեն հմտություններ, գիտելիք, բայց մարդ չեն։ Սա համամարտկային խնդիր է։ Որովհետև տեսեք, մենք երբ որ կրթական համակարգը կազմակերպում ենք, կամ հենց ասում ենք կրթություն հասկանում ենք սկսած մանկապարտեզից, չէ, դպրոց, համալսարան։ Ճիշտ է, սա ենք հասկանում։ Բայց մենք այս շղթայի մեջ զեղչում ենք ընտանիքի խնդիրը։ Որտեղ է ծնվում երեխան։ Ընտանիքում։ Այսինքն ընտանիքը կրթվելու առաջին օջախն։ Սա շատ կարևոր է նկատի ունենալ։ Հիմա ասեմ ինչ։ Բայց ընտանիքն էլ Հայր Սուրբ ձևավորվում է դպրոցում, այո։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի մեր ծնողները լինեն բարեկիրթ, ոչ միայն գիտելիքներով զինված, այլ նաև առաքինի։ Հիմա ես կմոտենամ կամաց-կամաց, թե քրիստոնեության մեջ կրթություն ասելով ինչ է նկատի առնում։ Ֆրոյդը ասում է, որ մինչև 6 տարեկան ձևավորվում է մարդու ճանաչողական եւ զգացողության քարտեզները։ Սա ինչ է նշանակում։ Այն ձևը, թե ինչպես է մարդը ճանաչում աշխարհը եւ այն ձևը, թե ինչպես է մարդը զգում աշխարհը։ Մինչև 6 տարեկան։ Այս հիմքի վրա է ձևավորվում մնացածը։ Եթե սա խարխուլ է, նշանակում է կրթական համակարգը, ինչպիսի կատարելություն էր որ լինի, խախուտ համակարգի վրա է դրված։ Ընտանիքում, երբ որ մենք ծնվում ենք, մենք սկսում ենք մեր մարդկայնացման գործընթացը։ Մարդ ենք դառնում, փոքր երեխա է, ասում ենք մարդ է, մարդուկ է, փոքր երեխա է։ Բայց սկսվում է նրա մեծանալու աճման գործընթացը, որը տանում է դեպի մարդկայնացում։ Իսկ մարդկայնացումը միայն ֆիզիկական տեսքով չէ, որ մենք մեծանում, դառնում ենք, ասենք, գեղեցիկ մի կերպար։ Մարդկայնանում է նաև նրա ամբողջական գոյությունը, միտքը, զգացմունքները, հոգին եւ վերջապես ֆիզիկական, այո, ֆիզիկապես նաև։ Հետևաբար այս բոլորը պետք է ներառվի կրթական համակարգի մեջ։ Պլատոնն ասում էր. մարդու միտքը չի բացվի, եթե նախ սիրտը չբացվի։ Ուրեմն հիմա նայենք մեր դպրոցները, երբ երեխան մուտք է գործում դպրոց, մենք սեր արտնասնում ենք երեխայի մեջ կրթության, ուսման, գիտելիքի, ես կարծում եմ, որ շատ վախ է առաջանում։ Դաստիարակության, այս սերը արտնասնում ենք, թե կրթություն ասելով մենք միայն ինտելեկտուալ կողմը նկատի ունենք։ Փիլիսոփայություն բառը ի վերջո ինչ է նշանակում։ Իմաստասիրություն, սեր, հիմքում սերն է, սեր իմաստության հանդեպ։ Հետևաբար կրթության առանցքում նախ եւ առաջ պետք է սերը լինի։ Սեր իմաստության հանդեպ, սեր ճշմարտության հանդեպ։ Սեր ուրեմն մեր նմանի հանդեպ, սեր շրջակա աշխարհի հանդեպ եւ վերջապես սեր արարչի հանդեպ։ Եթե սա չի կրթվում, մենք ընդհանրապես մի պարունակ ենք ստեղծում, որի մեջ ինչ-որ գիտելիքներ կան։
Իդեպ ձեզ ասեմ, այսօր երբ որ մենք խոսում ենք շատ ինտելեկտուալ հասարակության մասին, չէ, երբեմն նաև մենք էլ ենք չարաշահում ասելով դե կիրթ չեն, ասենք իշխանության որոշակի պաշտոններ են զբաղեցնում, բայց կրթություն չունեն, ուսում չունեն, չեն տիրապետում իրենց գործին, մեզ միշտ բերում են հետևյալ օրինակը, որ ավելի վտանգավոր են կրթված նենգավոր մարդիկ։ Այո, վտանգավոր է։ Ի վերջո Հիտլերի ճամբարում այդ անմարդկային փորձարկումները, որ անում էին գերիների վրա, դրանք բժիշկներն ու գիտնականներն էին անում։ Հետևաբար կրթությունը սա չէ։ Սա մի մասն է կրթության։ Երբ մարդը ունի ունակություններ, դառնում է մասնագետ։ Կրթության մյուս մասը նրա դիմագիծը, նկարագիրը, արժեքները կերտելն է։ Իդեպ կենդանին կրթվելու կարիք չունի։ Ինչու? Որովհետև նրա մեջ կա բնաստ, որը պայմանավորում է նրա կյանքը եւ կյանքի կարիքները։ Ծնվեց, մի փոքր ժամանակ արդեն հարմարվում է շրջակա միջավայրին, հայթայթում է իր ուտելիքը եւ իրեն ապահովում է վտանգներից, փորձում է ապահովել վտանգներից։ Ձևերն արդեն գիտի։ Պարագան մարդու այդպես չէ։ Մարդու մեջ չկա այն կարողականությունը, որ այս ծնված օրվանից հարմարվի միջավայրին։ Հետևաբար կա պոտենցիալը, որը պետք է բացահայտել եւ կրթել։ Լատիներեն educare բառը նշանակում էր քաշել դուրս, վեր հանել։ Այս առումով ես ուզեի բնության օրինակը բերել։ Հրաշալի արվեստի գործ ստանալու համար ոսկյա զարդ, որը շլաստում է, որը ճաշակով է, որը թանկարժեք է։ Ինչ գործընթաց է թաքնված այս ամբողջ զարդի, արժեքի թիկունքում։ Դե հումքը ստանալ, թրծել, պեղելուց, այո, պեղելուց, հանելուց, ուրեմն մշակելուց, չէ՞, որտեղ բնությունն ու մարդու միտքը համագործակցում են եւ ծնվում է մշակույթ։ Բնություն, որը մեզ տրված է, եւ մարդու հանճար տաղանդ, այս համագործակցությունից է ծնվում այդ ստեղծագործության արժեքը։ Դուք այդ սինխրոն կապի կարևորության մասին եք խոսում։ Այդ կապը միևնույն ժամանակ, բայց նաեւ այս բացահայտումը եւ մշակությամբ դու ստանում ես դա, բայց այո, մարդու պրոյեկցիան կա անպայման։ Հիմա նույնը մարդու պարագային է։ Յուրաքանչյուր ծնված որևիցե մեկի մեջ աստվածատուր բնականից դրված տաղանդ կա, շնորհ կա, հատկություններ կան, օժտվածություններ կան։ Ուրեմն այս օժտվածությունները պետք է նախ բացահայտել, որը կրթության առաջին գործն է։ Մշակել, կատարելագործել, որպեսզի այդ սուբյեկտը, այդ մարդը բարիք արտադրող դառնա։ Եվ բարիք ես միայն նկատի չունեմ նյութական արժեքի իմաստով։ Լինի հասարակության լիիրավ անդամ իր իրավունքներով եւ պարտականություններով։ Մենք կանդրադառնանք կրթության նաեւ այս գործառույթին։ Կրթությունը հասարակության որպես ուրեմն կերտման կարևորագույն առանցքներից մեկը։ Ինքնաճանաչման հարցն է շատ կարևոր, Հայր Սուրբ, եւ դուք մի քանի փիլիսոփաների հիշեցրիք, ես շատ կարևորում եմ Հայդեգերի դերը եւ իր մտածողությունն եմ շատ գնահատում, իմես համեստ դիրքերից, կեսության հարցն էր շատ խորքային դրված իր մոտ եւ ասում էր, որ կրթությունը ոչ թե գիտելիքի ուղղակի մեխանիկական փոխանցում պետք է լինի, այլ կրթությունը պիտի տանի նրան, որ մարդը սկսի մտածել ինքնաճանաչման մասին, գոյության մասին, էգզիստենցիալ հարցերի մասին, եւ եթե կրթության վերջին նպատակը այս հարցադրումները առաջ բերելը չէ, ինքնաճանաչումը չէ, ապա սա կրթություն չէ։ Արդյունքում մարդ ուղղակի դառնում է այդ ստեղծված համակարգի գործիք, որը ուղղակի մոռանում է թե ով է ինքը։ Տեսեք, ինքնաճանաչումը, որպեսզի հասկանանք ինչ է, դե հասկանանք ինչ է ինքնությունը։ Ինքնություն իմ կարծիքով բնությունից տրված երևույթ չէ, կառուցվում է, այլ սոցիալական պարգև է, հասարակության արդյունք է, աղբյուրը հասարակությունն է։
Եվ այս իմաստով դարձյալ ծնողների եւ դաստիարակների ուսուցիչների դերը շատ մեծ է։ Ինքնությունը ձևավորվում է հարաբերաբար մյուսների։ Եթե մայրը իր երեխային ասում է, որ բարի է, խելացի է, օգտակար է, քաջ է, այդ երեխան այդպես էլ իրեն զգում է։ Կամ գոնե հասկանում է, որ իրեն այդ ոսպնյակից պետք է նայի։ Բայց երբ որ սկսում ես երեխային ասել, որ հիմար է, չգիտեմ, եւ այսպիսի բառեր մեր առօրյայում ծնողները շատ են օգտագործում, բացասական։ Կամաց երեխան իրեն նույնականացնում է երևույթների հետ։ Այսօր դուք ընտանիքի դերը շատ է կարևորում եւ դա լավ է։ Ես ակնարկեցի, որ ընտանիքը նախ ձևավորվում է պետության միջավայրում եւ այն արժեքների եւ այն կոդերի ու կոդեքսի կրողն է, որը էլիտաներն են թելադրում։ Հիմա այն նորմերը ու կոդեքսները, որոնք թելադրվում են հատկապես վերջին տարիներին, դրանք ոչ թե լավ հայի, լավ քաղաքացու, արժեքներ ունեցող, ինքնություն ունեցող, հիշողություն ունեցող քաղաքացու կերտման կոդեքսներ ու նորմեր են, այլ ճիշտ հակառակը, ինքնությունը խեղաթյուրող, հիշողությունը խեղաթյուրող, պատկանելություն ազգային խեղաթյուրող նորմեր ու կոդեքսներ են։ Հիմա դրա համար վերջերս երբ տեսանք ավելի ու ավելի հաճախ հանրայնացվեցին դեպքեր դպրոցներից, մի պահ կարծեք թե մարդիկ զարմացան, բայց դա ամենևին զարմանքով պետք է դրան նայենք, որովհետև դա ուղղակի արտացոլանքն է այն միջավայրի, որը այսօրվա էլիտաները, էլիտա կոչվածները ձևավորել են իրենց վարքականոնով եւ իրենց գործունեությամբ։ Ես ավելին ասեմ, այնինչ տեղի ունեցել մեր անկախության ձեռքբերման շրջանից առ այսօր շատ ավելի բացասական դրսևորումների պետք է հանգեցներ, որ դուք զարմանում եք, ավելին պետք է լիներ։ Եվ ես այստեղ կարծում եմ, որ այդ մեր հնագույն, ինչ-որ իմաստով նաև քրիստոնեության ինքնության հետ առնչություն ունեցող, չեմ ասում լիարժեք կրողներն ենք, որտեղ մենք լիարժեք քրիստոնյա հասարակություն չենք, ինձ թվում է սա մեծ դեր է կատարում, որտեղ մենք ամեն դեպքում որպես ազգ այս իմաստով մի քիչ առանձնահատկություններ ունենք։ Եվ ես կարծում եմ, որ սա ինչ-որ իմաստով կարողացել է չեզոքացնել շատ ավելի վատ դրսևորումները, բայց այդ վատ դրսևորումները միշտ եղել են։ Այլ խնդիր է, որ այսօր հանրայնացվում են։ Եվ այլ խնդիր է, որ էլիտաներն են դրա կրողը։ Բուլիզմ չի եղել դպրոցներում։ Ես խորհրդային դպրոց եմ սովորել առաջի հատվածը, բուլիզմ կար անկախության առաջի շրջանում, երբ ավարտել եմ։ Այսինքն դրանից միշտ ես ավելին ասեմ, բուլիզմ կա նաև մեր Սփյուռքի կյանքում։ Ամերիկյան դպրոցը հայերը հաճախում են, հայ երեխաները, բայց այնտեղ էլ կա այդ երևույթը։ Ես դրա համար եմ ասում, երբ որ մենք երեխային ուղարկում ենք դպրոց, արդեն ուղարկում ենք իրեն ձևավորված։ Մարդը անհատը հասարակությունից հետո է։ Սրա պարզ փաստարկը այն է, որ ինքը մենակ չի ծնվում։ Ինքը իր ծննդյան եւ հատկապես առաջի շրջանի համար պարտական է ուրիշների։ Կյանքը իրեն պարգև է տրված։ Եվ կյանքի սկզբնական շրջանի աճն ու դաստիարակությունը պարգև է իրեն։ Հիմա ծնողներից, դաստիարակներից, ուսուցիչներից, այն պետությունից, որտեղ ինքը ապրում է, բայց դա պարգև է, այսինքն նախ եւ առաջ հասարակությունն է։ Արիստոտելը մի հետաքրքիր արտահայտություն ունի այս առումով։ Արիստոտելը մարդուն համարում էր հասարակական կենդանի։ Բայց ինչ էր ասում, ասում էր այն մարդը, որ կմտնի որևիցե բնակավայր կամ կապրի որևիցե եւ կփորձի գործել առանց ուրիշների, նա կամ վայրի գազան է, կամ Աստվածը։ Դե իր մոտ Աստծո գաղափարը մոնադայի գաղափարն է, մենակության գաղափարն է։ Այսինքն մենք դի հասկանանք, որ մենք հասարակության հասարակական էակ ենք։ Հետևաբար այն ինչ մենք անում ենք, միայն մեր իրավունքը չէ, մենք պարտականություն ունենք։ Եվ հարցրուպ, այո, սոցիալական էակ է մարդը, եւ այդ սոցիալիզացիան լավագույնս իրացվում է կրթության միջոցով։ Կոդեքսներ, ստանդարտներ են սահմանվում եւ այլն։ Եվ երբ որ դուք այո շեշտում եք, որ ընտանիքը շատ կարեւոր է, այդ ընտանիքը
արդյունքն է սոցիալական միջավայրի հարաբերությունների հասարակական, եւ երբ ես շեշտադրում եմ էլիտաների դերը, շատ պատահական բան չեմ ասում եւ ամենևին մեր օրից կտրված բան չեմ ասում։ Ինչ լեքսիկոն է ազգային ժողովում, ինչ խոսույթ է քաղաքական հարաբերություններում, ինչ կերպ են մարդիկ քննադատությանը արձագանքում։ Այս բոլորը դառնում են նորմեր հանրային հարաբերությունների։ Մի լավ օրինակ հիշեցի մեր հավատքի կրոնական կյանքից կամ վարդապետական կետերից։ Քրիստոնեության մեջ սովորաբար այսպիսի ընկալում կա, որ երկինքն է օրինակ երկրի համար։ Դրա համար ենք հայրմերի մեջ աղոթում, թող քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Այսինքն Աստծո կամքը երկնքում կատարվում է, խնդրում ենք, որ դա արտացոլվի երկրի վրա։ Լավ։ Հիմա բայց մարդը սովորաբար հակառակն է անում։ Իր արժեհամակարգն է արտացոլում Աստծո վրա եւ Աստծուն պատկերացնում է համաձայն իր պատկերացումների։ Սա կռապաշտություն, սա է կռապաշտության տանող ճանապարհը։ Դե դա հեշտ է։ Հիմա ձեր բերած օրինակը այս մոդելով փոխանակ հասարակության մեջ գոյություն ունեցող, դե պարզ է, որ հասարակությունը շատ ավելի ցածր պիտի լինի, քան այդ հասարակության միջից դուրս եկած, ուրեմն հոգևոր, մշակութային, մտավոր այս դեմքերը, որոնք հենց հասարակությանը տանում են իրենց հետևից, առաջնորդությունն են ստանձնում եւ նաեւ ազդեցության դաշտ ունեն որոշակի առումով։ Փաստորեն իրենք վերցրել են հասարակության մոդելը եւ իրենք դրանով են շարժվում, ոչ թե հակառակն են անում։ Ոչ թե իրենք վերևում ստեղծում են կառավարման համակարգում մոդել, որը ընդօրինակելի պետք է լինի, որպեսզի հասարակությունը նայի եւ ինքը նմանվի։ Այլ իրենք հակառակն են արել։ Իրենք են նմանվում եւ իրենք այդպես էլ պատկերացնում են, որտեղ իրենք նաեւ ժողովրդավարության շատ սխալ մոդել ունեն եւ սխալ պատկերացում ունեն։ Տեսեք, Պլատոնը ժողովրդավարության համար գիտեք ինչ էր ասում։ Ասում էր, եթե հասարակությունը բարեկիրթ չէ, ժողովրդավարությունը, դեմոկրատիան կիրառելի չէ։ Իշխանություն, որը աղբյուրը ժողովուրդն է։ Եվ ասում էր, ավելի լավ է մեկը, այսպես ասած, փոքրամասնությունից կամ օլիգարխիայից, որը որոշակի կառավարման արժանինքներ ունի, շարունակի կառավարել, քան իշխանությունը հանձնվի այն հասարակությանը, որ ինքը կերտի իր, այսպես ասած, իշխանության համակարգը, որը կրթված չէ, բարեկիրթ չէ։ Այսօր դա է տեղի ունենում։ Իշխանության են եկել մարդիկ, որոնք իրենք են վերցնում հասարակության մեջ եղած հորի բարքերը եւ հանրայնացնում են այդ շրջապտույտը ստեղծելով։ Ներքևները վերևներին են նայում, վերևները ներքևներին են նայում, շրջապտույտն են ստեղծում։ Սա գիտեք ամենաուղիղ հարվածն է ընդհանրապես կրթության համակարգի։ Հիմա տեսեք, դուք օրինակ բերեցիք, որ ընտանիքները ամեն դեպքում ձևավորվում են մեր դպրոցներում, չէ, ծնողները։ Դե դա բնական շրջապտույտ է։ Բայց հիմա տեսեք, չմոռանանք, որ կրթության համակարգի մեջ մեծ դերակատարություն ունեն հաղորդակցության միջոցները։ Մի հասարակություն, եթե իր հեռուստատեսությամբ, որը ժամանակին լայնածավալ սփռվում էր, այսինքն բոլորիս ընտանիք էր մտնում։ Տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ ծաղրել է հերոսին, մորը, եկեղեցուն, հոգևորականին, նախարարին, ուսուցչին, թեկուզ նկատի ունենալով արկա խնդիրները, թեկուզ նկատի ունենալով, բժիշկներին։ Ես էլ չեմ ասում ինչ ցածրաճաշակ հումոր է եղել եւ պատճառաբանությունը որն էր։ Դա է վաճառվում։ Պահանջարկ մենք առաջարկում ենք։ Եվ սա պետական մակարդակով չէր վերահսկում։ Ես ժամանակին մի կոպիտ արտահայտություն էի անում, ասում էի կոյուղին միացրել եք մեր հասարակության հոգու եւ մտքի դաշտերում։ Ոչ թե առողջ
ջուր եք մատակարարում, այլ ուղղակի կոյուղի եք մատակարարում։ Եվ սա կաթիլ տարիների ընթացքում, օրերի, տարիների ընթացքում բերել է այն վիճակում, ինչ որ մենք տեսնում ենք այսօր։ Եվ պետք չի զարմանալ, որ դրսևորումներ կա, բայց դա խնդիրը որն է։ Տուժողը դարձյալ հասարակության մաս կազմող մարդն է։ Հիմա մի պարզ օրինակ։ Եթե մենք թողնում ենք, որ ճանապարհատրանսպորտային երթևեկությունը լինի բարձի թողի վիճակում։ Այսինքն, բոլորի արտոնված է, ինչ ուզում եք արեք։ Տուժողը ով է։ Էլի մենք մասնակիցը։ Էլի մենք ենք իրար սպանում։ Մենք ենք իրար վիրավորում։ Մենք ենք իրար աղետի ենթարկում։ Մենք ենք մեղավորը։ Հետևաբար պետությունն է։ Մենք չենք մեղավորը, Հարսուտ։ Մենք մեղավոր ենք, որտեղ մենք գոհ ենք, որ այդպես է։ Այո։ Հասկանում եք, հասարակությունը, բայց կրթել է պետք, որ այդպես չի։ Դու ես տուժում, հենց նույն օգտապաշտության դիրքերից պետք է խոսել հասարակության հետ, որ քո զավակը կարող է ավտովթարի ենթարկվել եւ զոհվել։ Ինչ է, ոստիկանը չի աշխատում։ Եվ այստեղ շատ կարևորվում է կրթության դերը, որը մարդկանց ուղղակի պիտի սովորեցնի առաջին հերթին քննադատական մտածողություն։ Այն բարքերը, այն իրավիճակը, որում մենք հիմա ենք, ուղիղ հետևանքն է այդ քննադատական մտածողության բացակայության։ Երբ ասենք ինֆորմացիոն օպերացիայով մարդկանց կարող են հոգեխանգարմունքի հասցնել, հետո մարդիկ չհասկանան ով էր այդ տեսանյութը ստեղծողը, ինչ նպատակով էր, ինչու հենց այդ ժամանակում այդ տեսանյութը տարածվեց։ Կրթության բացակայությունը կամ կրթության որակի բացակայությունը ինչպիսի մեծ խնդիրների է արժև է կանգնեցնում մեզ, սկսած անվտանգությունից, վերջացրած մեր ուրեմն երջանկության զգացողության, մեր հասարակության համերաշխ կենսակերպից։ Կրթության վերաբերյալ ես մի պարզունակ օրինակ բերեմ։ Սա փոքրերին ենք բերում, որ ավելի լավ հասկանան ինչի մասն է խոսքը, մի քիչ դժվար է գիտելիք, թե նաև դաստիարակություն եւ այլն։ Տեսեք, խալու օրինակը կա։ Երբ որ խալին կեղտոտ է, մենք տանում ենք լվանալ։ Ինքը այդ պահին ինչ-որ X կշիռ ունի։ Մենք լվանում ենք, այսինքն ջրի հսկայական հոսք ենք բաց թողնում իր վրա։ Օգտագործում ենք նաև օճառ եւ այլն նյութեր։ Վերջում քամում ենք ջրից եւ փռում ենք որպեսզի չորանա։ Երբ խալին չորանում է, ավելի թեթև է կշռում, քան երբ որ մենք տանում ենք լվանալու։ Բայց ինչ փոփոխություն է տեղի ունենում խալու վրա։ Փայլում է, մաքրվում է։ Այդ կրթությունը մեզ չի փայլեցնելու, մեզ չի լուսավորելու, մեզ չի մաքրելու, առաքինի դարձնելու։ Ուրեմն դա ծախողված կրթություն է։ Զուտ գիտելիքներով, այդ ջուրն է այդ գիտելիք, բայց այդ գիտելիքը պետք է մեզ փայլեցնի։ Իդեպ մեր կիրթ կամ կրթել բառը աճարանը տալիս է բացատրություններ, ավելի շատ ինձ թվում է կապում է մարզելու հետ։ Վրացերեն բառը կա, որը կարծեմ մի քիչ տարբեր է հնչում, բայց էլի արմատը դա է, որը նշանակում է ուրեմն փայլ, պայծառություն։ Կրթություն նշանակում է պայծառություն, կրթել նշանակում է պայծառացնել, շողացնել։ Եվ պատահական չէր, որ ժամանակին կրթության նախարարությունը կոչվում էր լուսավորության նախարարություն։ Լույսի հետ ինչ-որ իմաստով կապ ունի։ Քրիստոնեական ընկալման մեջ, որտեղ շատ կարևորվում է հատկապես ուսուցչի դերը։ Հիմա օրինակ մեզ համար գերագույն ուսուցիչը Քրիստոս է, որը ինչ օրինակ տվեց մեզ։ Համար 1, որ իր խոսքը հավասարազոր է ճշմարտության։ Ոչ թե կեղծիքի, կես ճշմարտության, ուրեմն ստի եւ այլն։ Այսինքն խոսքը այն ինչ որ մենք խոսում ենք, դասախոսում ենք, պետք է ճշմարտություն լինի։ Երկրորդ չափանիշը։ Խոսքը պետք է համապատասխանի գործի։ Այս առաջինի համար Քրիստոս ասում էր կույրը չի կարող առաջնորդել կույրին, երկուսն էլ փոսը կընկնան։ Երկրորդի համար բերում էր աչքի գերանի եւ շուղի օրինակը,
Դու չես կարող քո խոսքը լինի ճշմարտության համապատասխան, բայց քո նկարագիրը, կյանքը, գործունեությունը ճիշտ հակառակը լինի։ Ուրեմն խոսքի եւ գործի համապատասխանություն է պետք։ Եվ երրորդը, որը շատ կարևոր, ուրեմն չափանիշը։ Դու կարող ես խոսել ճշմարտություն, կարող ես կյանքումդ էլ ապրել այդ ճշմարտությունը եւ օրինակ տալ։ Բայց երբ որ հանդիպում ես փորձությունների, որը կարող է լինել հալածանքների միջոցով, եւ մյուսը կարող է լինել գայթակղությունների միջոցով, եւ դու միանգամից սայթակում ես, հետեւաբար քո հիմքը ամուր չէ այս իմաստով։ Դու պետք է կարողանաս դիմանալ դրան եւ ճշմարտությունը հասցնել մինչեւ վերջ։ Ես ինչ եմ սա այս օրինակը բերում, որտեղ այսօր մենք բազմաթիվ կրթության ոլորտի մասնագետներ ունենք, որոնք դավաճանել են իրենց սկզբունքները, իրենք լավ մասնագետ լինելով, լավ հայ լինելով, լավ տիրապետելով հայոց լեզվին, իրենց առարկային, նաև ունենալով պարկեշտ կյանք ինչ-որ իմաստով, բայց երբ որ գալիս է քաղաքացիական դիրքորոշում հայտնելու, կամ վախենում են հալածանքից, կամ վախենում են, կամ տրվում են այդ դրամ աշխատելու ուրեմն գայթակղության։ Եվ այդպիսի օրինակները շատ են։ Շատ կարևոր Քրիստոս մեզ մոդել է տալիս։ Ուսուցիչը թե ինչպես պետք է լինի։ Եվ հայ եկեղեցում ուսուցիչը միշտ է գնահատվել։ Ես ավելին ասեմ, ընտանեկան եկեղեցում է գնահատվել։ 1600-ականների վերջին դարձյալ արժեհամակարգային տրանսֆորմացիա էր տեղի ունենում, մակընթացություն, տեղատվություն եւ այլն, հատկապես ռեֆորմից հետո, բողոքական այդ շարժումներից հետո կաթոլիկ եկեղեցում մի շարժում սկսվեց, որը ծնվեց շատ պարզ մի բանից։ Մի ուսուցիչ, աշխարհիկ, աղքատների, երեխաներին հավաքում դասավանդում էր, զգաց, որ ուժը չի հերիքում, բայց կարևոր գործ է, դիմեց մի հոգևորականի ֆրանսիացի եւ խնդրեց, որպեսզի կանգնի այդ գործի գլխին։ Համաձայնվեց եւ իրենք չէին պատկերացնում, որ իրենք շարժում են ստեղծել, ինչի մակա։ Բացվեցին քրիստոնեական դպրոցներ։ Հիմա այնտեղ չափանիշներից մեկը գիտեք որն էր։ Նախ եւ առաջ ուսուցիչ է պետք պատրաստել, որպեսզի հետո պատրաստեն այդ ուսուցիչը իր կերպարով գիտելիքների եւ առաքինության կերպարով այդ ամբողջ կրթական համակարգի մեջ մարդ պատրաստվի։ Իր բոլոր չափումներով մարդ պատրաստի, ֆիզիկական, մտավոր եւ հոգեվոր։ Եվ իրենք հաջողություն ունեցան։ Այդ ժամանակը դրվեց լսարանային կրթությունը։ Ասում էր անատով չի է, լսարանով է։ Ուսուցիչը պետք է կանգնի լսարանի առաջ։ Հայր Սուրբ, հիմա ուսուցչության դեր փորձում են ստանձնել մարդիկ, որոնք իրենց կյանքով եւ գործունեությամբ մեղմ ասած հեռու են այդ կոչումից։ Բավական են չափորոշիչները։ Որ ինչի դուք կարծում եք քաղաքական գործիչ դառնում են մարդիկ, որոնք հեռու չեն եւ մեր ճակատագիրն են որոշում։ Գիտեք, շատ կարևոր է առաջնորդվել չափորոշիչներով։ Եթե չեն համապատասխանում, պիտի մոտ գան։ Դուք պատկերացնում եք բժիշկ, որը սիրտ է վիրահատում։ Եվ ինքը չի տիրապետում վիրահատության տարրական գիտելիքների։ Ինչ է լինելու արդյունքը։ Մահ։ Այդտեղ մենք այդ բժիշկին տանելու ենք դատենք, որտեվ իր արդյունքը չափելի է, տեսանելի է։ Այս ոլորտը հոգևոր, մտավոր, մշակութային վնասը արագ չես տեսնում դու։ Չափելի չի ինչ-որ իմաստով։ Եվ հետևապես օգտվում են այս բայց ամենամեծ վնասը հենց այդ ոլորտում է տեղի ունենում։ Որտեվ եթե մարդ չես, քո դիմագծով մասնագետել չես, ով ուզում է սեղի։ Որպեսզի հմտություններ եւ գիտելիքներ չունեցող բժիշկը չվիրահատի, պետք է լինեն նորմեր, ինստիտուտներ, համակարգեր, որոնք կկանխեն
չեն թողնի այդ բժշկին այդ գործին հասնել եւ հստակ պատժիչ մեխանիզմներ էլ կգործեն։ Հիմա օրինակ Հայաստանում վարչապետի կինը ինչ որ արշավ է նախաձեռնել, որի շրջանակներում մեղմ ասած համարում է, որ ինքը կարող է ինչ որ մարդկանց կրթել կամ ունի ասելիք։ Բայց միևնույն ժամանակ այդ կինը սոցիալական ցանցերում, որոնցում իր դիրքով պայմանավորված ունի մեծ լսարան, մեղմ ասած զբաղված է հայհոյախոսությամբ։ Այդ լսարանն էլ սնուցում է այս ամբողջ պատկերը։ Լավ, այդ լսարանն է սնուցում։ Անճաշակ երաժշտությունը, երբ որ տարածվում է, լսարանն է սնուցում, որ տարածվում է։ Ճիշտ է, պրոպագանդան կարևոր է, քարոզչությունը, ռեկլամը, գովազդը։ Եկեք ես անդրադառնամ կարգախոսին, կրթությունը նորաձև է։ Կրթությունը չի կարող նորաձև լինել, որտեղ կրթությունը միշտ է, ուրեմն հրատապ։ Մարդու ստեղծման օրվանից առ այսօր կրթությունը եղել է հրատապ։ Երբ որ մենք ասում ենք նորաձև է, մենք ուզում ենք ասել, որ ժամանակավոր է։ Որովհետև մոդայի մեջ մի բանը, երբ որ մոդայիկ է, մի քանի տարի հետո դուրս է գալիս գործածությունից եւ ստեղծում է նոր մի բան։ Հա? Եվ իդեպ ձեզ ասեմ, որ նիհիլիզմի ամենաուժեղ գործիքներից է մոդան կամ դրսևորումներից է։ Ինչու՞։ Որտեղ նիհիլիզմ ինչ է։ Այս րոպեական է։ Այս րոպեական է, այո։ Նիհիլիզմը այդ ոչնչապաշտություն, եթե բառացի թարգմանենք, ինքը համակարգ է։ Բառը ստեղծել է Տուրգենևը, բայց սիստեմը Նիցշեն է ստեղծել։ Եվ ինչ էր սահմանումը։ Չկա նպատակ, ինչուների պատասխան եւ արժեհամակարգը փլուզվել է, նորը չի ստեղծվել։ Այսինքն ապրում ենք այսօրվա կյանքով, կարևոր չի վաղը ինչ է լինելու։ Սա ուղիղ ժխտումն է քրիստոնեության ամենակարևոր առաքինություններից մեկի՝ հույսի։ Երբ որ զգեստը կամ որևիցե մի բան մոդայիկ է կամ ստեղծում է որպես նոր մի բան եւ գովազդ է արվում, մյուս կողմից էլ գովազդն է, որ ստեղծում է պահանջարկ։ Հաջորդ տարի սա դառնում է ոչ գործածվող։ Իդեպ այսօրվա մեր iPhone-ները եւ այլն, սրանք էլ նիհիլիզմի դրսևորումներ են, որովհետեւ ժամանակին, երբ որ մենք սառնարան էինք գնում, 30 տարի, 40 տարի օգտագործում էինք, որովհետեւ հնարավոր էր դա սարքել։ Այսօր մեկ անգամվա է, փչացավ, շպրտես նորը գնես։ Հա, սրանք դրսևորումներն են, ամբողջ մեր նիհիլիստական, իրական նիհիլիզմը հիմա է, որտեղ չկա հույս, ապրում ենք այսօրվա կյանքով, վաղը ինչ կլինի կարևոր չի։ Եվ սա բերում է բազմաթիվ խնդիրների հասարակական եւ պետական մակարդակով։ Ինչ է, թմրամոլ են, չէ՞ թմրանյութ օգտագործում։ Հույս չունի ինքը։ Ինքը չի կարողանում իր խնդիրները հաղթահարել, միայն հաճույքի հարց չէ այստեղ։ Ինքը հույս չունի։ Դրա համար ինքը այսօրվա թմրեցնում է իր խնդիրները եւ զուգահեռ իր հաճույքի չափաբաժինն է ստանում, թե վաղը դրանից ինչ կլինի իր հետ, երակները ինչ կլինեն, մահը շուտ վրա գասնի եւ այլն, դրանք արդեն կարեւոր չեն։ Եվ արանքում, արդյունքում, առանցքում եսակենտրոնությունն է իրեն համար։ Նույնը ալկոհոլիզմով տառապողն է։ Ինչու է տալիս դրան։ Բերում է նաև դեմոգրաֆիական խնդիրի կապված չամուսնացողների, ամուսնանալու համար դու պիտի հույս ունենաս, դու պիտի նայես ապագային, դու ապագայի մեջ պիտի խոստում տեսնես, որտեղ ամուսնությունը երկարատև, ուրեմն պլանավորման գործընթաց է։ Այսօր ինչու չենք ամուսնանում, ապրում ենք այսօրվա կյանքում, այսօր ինչ կարող ենք քամել կյանքից, սա է։ Հասարակական առումով սա մեծ աղետ է։ Եթե մի հասարակություն, որի երիտասարդությունը այլևս հույս չունի ապագայի հանդեպ, այդ հասարակությունը ապագա չի կարող ունենալ։ Այնպես որ կրթությունը չի կարող նորաձև լինել։ Իրենք հավանաբար ուզում են ասել, որ ուրիշ բան ա եղել, այսպես ասած, թրենդը
ժամանակի, հիմա ուզում են ասեն, որ եկեք կրթությունը դարձնենք մեզ համար առաջնային։ Հա, բայց դու կրթությունը առաջնային դարձնելով չես կարող հայոյել հասարակության որևիցե։ Գիտեք, էլ եմ ասում, կրթության առանցքը առաքինությունն է, գիտելիքը չէ, պայծառությունն է, լուսավորությունն է, որը դրական ուղղվածություն ունի։ Հայր Սուրբ, այն մարդիկ, որոնք այդ կնոջ այս վերջին օրերի ցայտուն դրսևորված վարքից հետո էլ կգնան այդ անհասկանալի հանդիպումներին ու արշավներին։ Ինչ ակնկալիքով, բայց ինչ սպասում։ Ամեն մարդ իր ակնկալիքը ունի, ամեն մարդ իր կարիքը ունի։ Իրենք ցանկությունը դա շարժիչ ուժն է կյանքի։ Եկեք այս օրինակը ձեր օգտագործեմ ավելի հայցակարգային մի բան ասեմ։ Բայց մինչև այդ խնդրում եմ մի հատ գնացողը գնալու։ Այդ ձեռքը բռնողը ով պիտի լինի։ Իշխանություն են ախր, իրենք են թելադրող, իրենք են որոշող, հասարակությունը կպատժվի այնքան, մինչև խելքի կգա։ Ով է խելքի բերելու, Հայր Սուրբ, մենք ենթադրենք, եթե այսօր դեմոկրատիա է եւ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, որը ձևավորում է իր իշխանությունը, ես Սուրբ գրքից մի օրինակ բերեմ ձեզ։ Դավիթը թագավորը սխալ արեց որպես իշխանավոր, ուժեց ժողովուրդ։ Եվ Դավիթը հասկացավ իր սխալ եւ Աստծուն ասեց թող այդ կոտորածը ժողովրդի պատժի ընտանիք։ Սա լավագույն մոդելն է։ Իշխանավորի սխալը աղետ է իշխանության աղբյուր ժողովրդի համար։ Այնքան կպատժվենք, մինչև կհասկանանք, կփոխենք։ Այնքան մեր զավակներին հողը կդնենք, մինչև կհասկանանք։ Բայց շատ ծանր բան եք ասում։ Այ դա է իրականությունը։ Դա է իրականությունը։ Հայր Սուրբ, այս հացին իսկապես հետաքրքրում է։ Ենթադրենք մարդիկ հոգեվորսության թակարդում են հայտնվել։ Ո՞րն է այդտեղ լուծումը, սпасել մինչև որ խելքի կգան ինքնուրույն, թե չէ, խելքի բերողները դարձյալ հասարակության այն հատվածն է, որը առաջնորդողի դեր ունի։ Եթե հոգևորականությունն է դա ստանձնում է հոգևորականությունը, եթե մշակույթի, կրթության, արվեստի դաշտի ներկայացուցիչներն են ստանձնում են իրենք։ Պաուլ Սևակը մի շատ լավ ձևակերպում ունի Կոմիտասի նվիրված հոդվածի մեջ, երբ Կոմիտասի արածը համեմատում է Մաշտոցի արածի հետ։ Ասում է հասարակությունը կամ ժողովուրդը ինքնատես չէ, որ կանգնի հայելու մոտ եւ իրեն տեսնի որտեղ է սխալները եւ ուղի։ Ասում է ժողովուրդը իր միջից ծնում է զավակներ, որոնք այդ ձեր ասած կրթվում են, հասարակությունից այսպես ասած քայլ առաջ են լինում եւ ցույց են տալիս նույն այդ ծոցից դուրս եկած այդ ժողովրդին, որի ծոցից ինքը դուրս է եկել, սխալները եւ ճիշտ ուղիները։ Սա է բանաձևը։ Ուղի ցույց տալը։ Մեր եկեղեցու պատմությունը հրաշալի օրինակ է, թե ինչպես այս մասին շատ է խոսվել պետականության բացակայության պայմաններում եկեղեցին դառնում է ամուր ինստիտուտ, պահելու ինքնությունը, հիշողությունը, ի վերջո այն կոդեքսները, արժեքները, որով մենք իբրև ազգ մինչև այսօր մնացել ենք։ Եվ հիմա, երբ համատարած քաոսի եւ արժեքային ճգնաժամի մեջ ենք, Հայր Սուրբ, երբ այդ ուղենիշ ցույց տվող էլիտաներն էլ կարծեք թե որոնումների մեջ են, կեսկատակ կեսուրջ մեկը լինի իրենց ճանապարհ ցույց տա։ Դարձյալ հայացքը եկեղեցունն է։ Մենք հրաշալի օրինակներ ունենք եկեղեցապատկան դպրոցների, որտեղ հրաշալի մարդիկ են։ Կրթությունը եւ գիտությունը եկեղեցում է ծաղկել եւ զարգացել, սա անուրանալի է։ Ուրիշ խնդիր է, որ այդ խորհրդային շրջանից սկսած ու անկախությունից նաեւ շարունակվելով այդ խորհրդային ընկալումը մնաց մեր մեջ։ Մենք եկեղեցու արածը չենք արժևորում։ Մենք միայն ասում ենք պետականության բացակայության ժամանակ, բայց օրինակ որևիցե մեկը գիտի, որ կրթությունը հանրայնացվել է եկեղեցու միջոցով։ Հենց 5-րդ դարում։
Դպրոցների համար, երբ Մաշտոց Սահակ, Պարթև, Մաշտոց այդ զույգը դպրոցներ էին բացում, չէ՞, հունական հատվածում եւ ասորական կամ պարսկական հատվածում։ Չափանիշ կար, որ միայն հարուստների երեխեքն էին գնալու։ Ոչ, հանրային էր դպրոցը։ Հա, աղջիկների խնդիրը դեռ կար։ Բայց հանրային Եվրոպայում այդ զարգացած երբ դարձավ։ Ուշ միշտադարում։ Մենք խոսում ենք սրա մասին, չենք խոսում։ Որտեվ ձեռ չի տալիս։ Հասկանում եք։ Կլիշե են կպցրել, կղեր, կղերապետություն եւ սրանով ժողովրդին տանում են առաջ։ Մեր հոգեվորականության թվաքանակն էլ քիչ է, որակն էլ չի փայլում հասկանալի պատճառներով, որտեվ երբ որ կա կարիք, դու էլ չես գնում սովորելու։ Մի որոշ այսպես գիտելիքներ ընթացք կրթական ապահովելուց հետո անմիջապես նետվում ես դաշտում գործելու, որտեղ կարիքը շատ է։ Մենք այսօր հոգեվորականներ ունենք արդեն բարձրաստիճան, որոնք զուտ դրա պատճառով զրկվել են արտասահմանյան ուսումից, որովհետև կարիքը եղել է արագ ծառայության։ Հիմա այս իմաստով գիտության, կրթության, մշակույթի, արվեստի զարգացումը մեծապես մենք պարտական ենք հայ առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Տեսեք, մշակույթի ստեղծումը։ Դա մինչև դրան անդրադառնալ ես մի պատկեր ասեմ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, երբ որ դուք գաք հիմա, 3 շենքեր ես կարող եմ ձեզ ցույց տալ։ Նույնիսկ 4։ Գևորգյան ճեմարան, որը մեր պետական համալսարանի մատրիցան է եղել, որտեվ այնտեղ հիմնադիրներն ու դասախոսներն եւ որոշ ուսանողներ եղան համալսարանի հիմնադիրները, Երևանի պետական համալսարանի։ Գևորգյան ճեմարան, տպարան, որը տարածաշրջանի առաջին տպարանն է եղել 1790-ականներին կառուցված։ Իսկ պատկերացնում եք քաղաքական ինչպիսի վիճակ, անբարենպաստ ու տպարան է ստեղծվում, որպեսզի գիրք տպվի, գիտություն զարգացվի։ Թանգարան դարձյալ առաջինը տարածաշրջանում 1869 թվականին բացված։ Ուրեմն 1790-ականներ, 1869, 1874-ան Գևորգյան ճեմանը։ Իսկ կրթություն, գիտություն, մշակույթ։ Հասկանում եք։ Սա արդեն վիզուալ դրա մասին է խոսում։ Ես էլ չեմ ասում, որ եկեղեցին ոչ մի եկեղեցի թարգմանչած խումբ չի սրբադասել։ Մեր եկեղեցում առանձին տոն կա, որը նվիրված է թարգմանիչներին։ Իսկ թարգմանիչները ինչ արեցին։ Աղբը չբերեցին երկիր։ Գրերի գյուտից անմիջապես հետո Աստվածաշունչը թարգմանել։ Առաջինը Աստվածաշունչը դարձրեցին հայախոս, հայաբարբար, ինչպես Ագաթան Գեղոսն է ասում։ Բայց բերեցին, թարգմանեցին, հայացրեցին գիտության բոլոր նվաճումները հնարավոր այդ պահի։ Եվ ոչ միայն հոգևոր, նույն աշխարհիկ, բժշկագիտությունը որտեղ է զարգացել։ Այսինքն մենք այս մեր ունեցած ժառանգությանը ոչ միայն տեղյակ չենք, այլ տեղյակ լինելով էլ անտեսում ենք շատ հաճախ, որովհետև խնդիր ունենք մեր եւ եկեղեցու միջև, այո, կա այդ խնդիրը կա։ Հայր Սուրբ, ես շնորհակալ եմ, որ այսքան պերճաշուք ներկայացրիք։ Ես դժվար թե կարողանայի այդ չափ։ Եվ իմ հարցը հենց դրա մասին էր, որ ունենալով այս հսկայական ժառանգությունն ու փորձառությունը եւ այս ահռելի դրոշմը, այս խառնակ ժամանակներում, բայց մենք ավելի ծանր ժամանակներ ենք ունեցել մեր պետականության, մեր պատմության ընթացքում, բայց այս խառնակ ժամանակներում այդքան հզորներ ուժով, ժառանգությամբ ու իմաստնությամբ հանդերձ եկեղեցին ուղղակի չի կարողանում մի շատ պարզ հարց լուծել։ Վերականգնել հայ եկեղեցու պատմության առարկայի դասավանդումը դպրոցներում, ուր մնաց ներողություն շատ ավելի, չեմ ուզում սա թերագնահատել, բայց շատ ավելի հայեցակարգային հարցերում իր խոսքը ասել եւ ուղենիշը դնել։ Այդ չի կարողանում, դա ուժ չունի։
Եկեղեցին միայն հոգևորականությունը չի, եկեղեցին նաև իր հավատացյալներն են։ Այսօր մեր հավատքի կյանքում կա շիզոֆրենիա, երկպառակտվածություն։ Մարդը գալիս է եկեղեցի հոգևոր շարժությունների մասնակցելու, բայց այն խոսքը ճշմարտության, որ հնչում է եկեղեցու միջոցով, եկեղեցականների շուրթերից ուղված պետությանը, պետականությանը, դա չի ընդունում։ Հասկանում եք։ Շիզոֆրենիա կա։ Բա ո՞նց է բուժվելու։ Չգիտեմ։ Ես այդ լուծումները որ ունենայի Լիլի ջան, ինչու է այստեղ նստածել։ Կգնայի եւ այդ լուծումներով կփորձեի, չէ՞։ Երբեմն հարցադրումներ են արվում։ Մենք այդ ռեցեպտները այդպես հեշտ տրվելի չի։ Դա հասկանալի։ Մանավանդ այսպիսի գոյաբանական խնդիրների վերաբերյալ։ Բայց կարևոր է այդ մասին խոսել։ Հասկանալի է, պետք է խոսենք, բայց այդ ռեցեպտը ես գիտեք, ես կարող եմ խոսել իմ կարծիքը հայտնել որոշակի օրինակներ բերել, բայց ամեն դեպքում օրինակ կրթության դերը մենք չանդրադարձանք ինչպիսին է ինքնության, ազգային ինքնության ձևավորման հարցում, պետականության, միասնականությունը ապահովելու։ Գիտեք, ես ամենակարևոր գործառույթներից մեկն է, որ պետք է կրթությունը, գիտությունը եւ մշակույթը ունենա։ Իսրայել պետությունը պարտական է իր դպրոցներին դարերի ընթացքում ձևավորված, սրբագործված, այդ դպրոցներին է պարտական։ Եվ գիտեք ինչ դպրոցների, ռաբինիստական, հոգևոր։ Իսրայել պետությունը իրենք են ստեղծել իրականություն։ Նախ իրենց ազգին փրկել են ձուլումից եւ հետո 2000 տարի երկրի կործանումից, պետականության վերացումից եւ ամենակարևոր, այսպես ասած, սրբություն սրբոց համարվող տաճարի կործանումից հետո 2000 տարի այդ դպրոցների միջոցով, այդ սինագոգների միջոցով պահեցին իրենց ազգին եւ վերջում ստեղծեցին պետություն եւ դրեցին ճիշտ հիմքերի վրա պետականությունը։ Մեզ մոտ կրթությունը գնահատված չի։ Էջ մոռանանք խորենացին արդեն իր պատմության մեջ կշտամբում է իշխաններին, ասում է գիտությունը եւ բանը չեն սիրում, դրա համար էլ չեն պահպանել իրենց շրջանի, բերում է հույների հելենիստների օրինակը, Հելլադայի օրինակը, որ ինչքան սիրել են լուսավորությունը։ Մենք չենք սիրել իշխաններից սկսած։ Խորենացին ասում էր ժամանակին։ Պետականության, միասնականության առումով շատ կարևոր է լեզվի գաղափարը։ Բայց մի տեսակ շատ ծայրահեղական է, չէ՞, ունենալ Մաշտոցի նման գործիչ։ Դուք ինչի եք զարմանում։ Տեսեք, աշխարհի լավագույն աղոթագիրքը համարվում է Սաղմոսագիրք։ Ինչու եմ ասում աշխարհի լավագույն, որովհետև եկեղեցու բոլոր եկեղեցիների ծիսական համակարգի հիմքում է։ Չէ՞, Սաղմոսները բոլոր ծիսահամակարգերում կա։ Բայց Սաղմոսագիրքը ծնվել է մի ժողովրդի մեջ, որը աղոթել գիտեր եւ սիրում էր աղոթել։ Սաղմոսագրքին ոչինչով չի զիջում, թեև այդպես տարածված չի, հիմա է որ սկսում է արժևորվել, այն էլ ոչ մեր ջանքերով։ Մարդիկ մարգարիտ են գտել, ադամանդ են գտել մեր մշակույթի մեջ եւ փորձում են տարածել։ Նարեկացու մատյան ողբերգությունը, նարեկը։ Բայց նարեկը ծնվել է այնպիսի մի ժողովրդի մեջ, որ աղոթել չի սիրում եւ չգիտի։ Ինչ եք զարմանում։ Դավիթ Մուրադյանը մի լավ օրինակ էր բերում։ Ասում էր մենք որպես ժողովուրդ կանգնած ենք ստորոտին, նայում ենք Արարատի գագաթին։ Բայց մեր միջից ունեցել ենք ծնվել այն ժողովուրդը ծնել այնպիսի մեծությունների, որոնք աշխարհին նայել են Արարատի գագաթից։ Եվ դրանց շարքում Չարենց, Նարեկացի, Կոմիտաս, Մաշտոց եւ այլն։ Հասկանում եք։ Մենք աշխարհին նայում ենք ստորոտից դեպի լեռան գագաթ։ Այդ մարդիկ լեռան գագաթից են նայ աշխարհին, այդ դա են ստեղծել։ Բայց մենք հաղորդ ենք։ Նարեկացին ավելի շատ համբուրվել, քան հասկացվել, ինչպես Սևակն է ասում։ Ինչու՞։ Առաջարկում եմ այս հարցադրմամբ էլ ավարտել մեր հաղորդումը։ Ես վստահ եմ, որ մեզ դիտողներին խորհելու, մտածելու լուրջ
Եվս մեկ առիթ տվեցիք, ինչը շատ կարևոր է։